մանիպուլատիվ են, կտրված են կոնտեքստից որոշ հատվածներ, դուք հենց այստեղ նույն բանն է իմիջիայլոց արեցիք քիչ առաջ, երբ որ մեջբերում եք Արթուր Սարգսյանի պատասխանը Բագրատ Սրբազանի խոսքի հետ կապված, որտեղ նկարագրվում էր քաոս։ Ինքը նկարագրում էր նույնիսկ հարցականով դրած է քաոսը, այսինքն եթե քաոսի ժամանակ սա է լինում, այդ մեքենաների վառվելու դրվագներն է, որը նկարագրվել է ինչ որ սցենարում, նաև այդտեղ ասում է իրենք են անելու դա։ Իրենք նկատի ունենալով իշխանությունները, ես ճիշտ սխալ խոսքը սրա մասին չի, ուղղակի զուտ իրավական առումով։ Որից հետո Արթուր Սարգսյանի խոսքն եք դուք մեջ բերում, բայց չեք ասում, որ հենց ձեր ասածի շարունակությամբ նա ասել է, բայց ես համարում եմ, որ նման բան չի լինելու։ Հասկանում եք, սա էլ է մանիպուլատիվ։ Հիմա մյուս մասով խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է որևէ այդ աստղիկները, որից որ երկար խոսվել է, եւ ինձ համար նաեւ պարզ չէր այս ամբողջ միջնորդության կոնտեքստում որևէ զինված խմբավորում ձևավորելու հետ կապված, ֆիզիկական բռնության պլանավորման հետ կապված, այս մասով ինչ ունեք ասելու։ Շնորհակալություն։ Նախ մանիպուլյացիա բառը բացարձակ տեղին չէ, որովհետև ամբողջական տեքստերը ձեր տրամադրության տակ է, չգիտեմ կարդացել եք թե չէ միջնորդագիրը, բայց ոչ մի բան կոնտեքստից կտրված չի։ Առաջի տպավորությամբ կարող է նույնիսկ թվա թե չափազանց երկար խոսակցություններ են մեջ բերված, բայց մեջ բերված է հենց այս տեսակ երկխոսությունները կանխելու համար, որ չթվա թե մենք կտրել ենք կոնտեքստից եւ պարոն Սարգսյանը այլ բան էի նկատի ունեցել, մենք այլ բան ենք նկատի ունեցել։ 2025 թվականի մայիսի 2-ի ժամը կեսգիշերն անց 9 րոպեին զրույցը եթե նորից կարդաք, կտեսնեք քաոսի մասին ինչ ձևակերպումներ կան եւ ինչ երկխոսություն է գնում Վազգեն Գալստանյանի եւ Արթուր Սարգսյանի միջեւ։ Եթե դուք ամբողջ միջնորդագրում մեջ բերված երկխոսությունները նայեք, կտեսնեք, որ Արթուր Սարգսյանը անընդհատ քննադատում է Վազգեն Գալստանյանին այն իմաստով, որ այն ինչ որ դու ասում ես բավարար չի, թույլ է, նորից փորձենք, այս բերենք, այն անենք, այսինքն ամեն նոր քննարկում միտված է կատարելագործելու եւ հաջողությամբ պսակելու այն գործընթացը, որը որ Վազգեն Գալստանյանը պլանավորում է։ Ոչ թե Արթուր Սարգսյանը, այստեղ դուք եք մանիպուլյացիա անում, ոչ թե Արթուր Սարգսյանն ասում է, որ չի լինելու։ Արթուր Սարգսյանը քննադատում է ասելով ցույց տալով է թույլ կետերը եւ առաջարկելով հետո ինչա պետք անել։ Նույն աստղիկների հետ կապված ես հասկանում եմ, որ դա շատ է ձեզ անհանգստացնում, աստղիկների մասով մենք առանձին այս պահին գործողություններ ենք իրականացնում, որի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ իհարկե կներկայացվեն եւ աստղիկները սարքող անձանց հետ կապված եւ այդ սարքելու հետ կապված կապ ունեցող անձանց մասով եւ թե ինչ որակի պետքա լինեին այդ աստղիկները, որը շատ անհանգստացնում էր Արթուր Սարգսյանին, որովհետեւ նույն ինքը Արթուր Սարգսյանը, եթե ուշադրություն դարձրեցիք, առաջարկում է, որ փորձարկեն եւ աստղիկները վստահ լինի, որ աշխատում են։ Եվ հետո նույն Արթուր Սարգսյանը ինքն է ասում, թե ոնց անեն, որ այդ Ֆորդը, որից որ այդ աստղիկները պիտի թափեն փողոցի երթևեկելի մասին, չֆիքսվի։ Ինչ դնեն, որ ձեռքը չերևա այն անձի, որը որ թափում է այդ աստղիկները։ Այս բոլոր գործողությունները վկայում են նրա մասին, որ ոչ թե Արթուր Սարգսյանը առաջարկել է ասել է եկեք չանենք, այլ ընդհակառակը իր բոլոր գործողություններով, պլանավորումներով, մտքերով, առաջարկություններով ինքը կատարելագործել է այն ծրագիրը, որը որ ներկայացնում է Բագրատ Գալստանյանը։ Ենթադրվում է, որ Գալստանյանը չի կարող այնքան փորձառություն ունենալ, ինչքան քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը տարիներ շարունակ, եւ բնականաբար տպավորություն էլ է ստեղծում, որ ինքը անընդհատ կարծես քննադատում է։ Իսկ աստղիկների հետ կապված լրացուցիչ գործողություններ են կատարվում այս պահին, որոնց չխանգարելու համար ոչ մի բան այս ամբիոնից չեմ հնչեցնելու, կան անձինք, որոնք որոշակի կասկածյալների շրջանակի մեջ են եւ ապագայում այդ անձանց վերաբերյալ տվյալները եւս հասանելի կլինեն։ Արձագանք։ Ես ճիշտ հասկացա, չէ, որ որևէ աստղիկ չի հայտնաբերվել։ Սա ֆիքս ենք այս փուլում հիմա։ Դեռևս, այո։ Դեռևս չի հրապարակվել, պարոն Քոչարյան։ Տեսեք, մանիպուլացնել ասելով ինչի մասն է խոսքը, ոչ միայն միջնորդության, այլ ընդհանուր նաև այն ֆոնը, որը ստեղծվել է սկզբից, այն վիդեոները YouTube-ում, որ դրվել է իմիջիայլոց հետո Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հենց համեմատություններն ա դրել այդ ներկայացված հանրությանը հրամցված տեքստերի ու ձեր միջնորդության տարբերությունները։ Այս ամբողջության մեջ է խոսքը գնում մանիպուլացնելու ավելի
մեր ժողովրդի զգայականների վրա ասենց ավելի բան աշխատելու։ Խոսքը սրա մասին է գնում։ Աստղիկների մասով ասցիք ու նաև չասցիք այդ զինված խմբավորում ձևավորելու հետ կապված։ Որևէ տեղ կա, որտեղ խոսք է գնում զինված խմբավորումներ ձևավորելու հետ կապված։ Գիտեք, ընդհանուր ես հասկանում եմ, որ այս ամեն ինչի հետ կապված կարող են հարցեր առաջանալ ընդհանուր կոնտեքստում եւ միգուցե օբյեկտիվորեն, բայց այս գործողությունները բերել, տանել ու դարձնել ահաբեկչություն, մեղմ ասած իրականությունից շատ կտրված է։ Շատ լավ։ Խոզարկությունների արդյունքում ուղղակի ժամանակը ինձ չի ների, որ ես թվարկեմ, բայց եզրափակիչում հաթաթ կկարդամ, թե որտեղից ինչ տեսակի օրինական կամ ապօրինի զենք ու զինամթերք է դուրս բերվել եւ զինված խմբի արկայության մասին դուք իրավաբանեք գիտեք։ Եթե խումբը գործում է մեկ միասնական դիտավորությամբ եւ խումբը գիտի, որ խմբի անդամներից թեկուզ մեկը ունի զենք, զենքը վերագրելի է ամբողջ խմբին։ Մեզ դա սովորացնում են համալսարանում 3-րդ կուրսում։ Եվ այստեղ էլ մենք ունենք իրավիճակ, երբ մարդիկ կայուն կապերի մեջ են, գիտեն միմյանց գործողությունների մասին։ Պետությանը, ու հիմա այսօր ջղաձգված եկել եք, փորձում եք ձեր լափածը թալանացա հետ բերեք։ Սենց ինչ-որ բան փորձում են քաղաքացիական պայմանագիր խմբակցության, իշխանության ներկայացուցիչներին մեղադրել են բոլոր կերած բաներում, ինչ-որ իրանք են արել։ Ով եք դուք ընդհանրապես։ Այո, վարչապետը ասել է լավ արե էլի անելու։ Մենք էլ ենք անելու, ամբողջ ժողովրդի առաջ հրապարակային ձեր երեսը ցույց ենք տալու, ով եք դուք, ով եք եղել ընդհանրապես եւ ուր եք գնում։ Հերիք էլա բոլ եղավարդը։ Հայ քեզ բան, մի հատ էստեղ Լևոն Քոչարյանն է, գալիս է բան դեմքով մարդու իրավունքների պաշտպանի դեմքի արտահայտությամբ ելույթներ է ունենում։ Լևոն Քոչարյանը մարդու իրավունքների փոքրիկ իշխանն է, լավ ասաց գործընկերուհիս։ Տղա ջան, ասեցի, բոլոր այդ հարցերիդ պատասխանները կգնաս հորդ կհարցնես։ Ինքդ քո մեջ կվերլուծես, ինչի ես եկես տեղ, ինչպես ես օգտագործվում եւ այլն, հետո նոր խոսանք մնացածի մասին։ Վերադառնալով մարդու իրավունքների առասարակ քննարկմանը, ընդդիմությունը ամեն մարդու հնարավոր բոլոր իրավունքները ասպատակում է ուղղակի։ Հիմա էլ ընկել են կրթվելու իրավունքի հետևից, նայեք, դաշնակները իրանց կոալիցիոն կառավարման ժամանակ օկուպացրել էին ամբողջ կրթական համակարգը, պատմության ֆակուլտետներ, դպրոցներ, պատմության գրքեր, որ թաքցնեին ժողովրդից իրենց իրական դեմքը, որ օրինակ իրանք Օսման դաշնակներ են, որ օրինակ հիմա իրանք Օսման դաշնակների հետնորդներն են, եկել են ստեղ ավարտին հասցնեն ըստ էության, ուրեմն Դավադիր, հələ հանգստացի դու մի հատ Թադևոս Ավետիսյան կամ Ավետիս Թադևոսյան, հանգստացեք ու իմ ելույթի ժամանակ ընդհանրապես տեղից խոսանք, չափերի մասին գնահատականը տվեք ձեր չափերը ցույց կտամ էսա ես քեզ։ Անցնելով առաջ։ Հնարավոր բոլոր իրավունքները ցած փորձում են ոտնահարեն։ Կրթվելուց խոսում ես, գալիս ասում են, խանգարեցես Թադևոս Ավետիսյանը միտքս կտրվեց։ Հա, օկուպացրել էին ողջ, ուրեմն կրթական ոլորտը, որ իրանց էս դավադիր, դավաճան, դեմքը թաքցնեն ժողովրդից, որ դրա քողի տակ, ուրեմն իրանց քաղաքական նպատակներ իրականացնեն, կրթեն սերունդ, որը չի գալու իրանց հետևից, որովհետև չգիտի իրանք ինչ են արել։ Մենք եկել ենք, ասում ենք իրանք ինչ են արել, պատմության դասագրքերում գրելու ենք հայ ժողովրդի պատմության բոլոր դրվագները, որին որ պետք է հայ ժողովուրդը ծանոթ լինի, որպեսզի մենք ելնենք ուրեմն իրական փաստերից եւ ապրենք եւ մեր ապագան կառուցենք իրողությունների վրա։ Իրական Հայաստան կառուցենք, այո, սիրելի գործընկերներ։ Մյուս իրավունքը, որ ասպատակում են ուրեմն այս ընդդիմադիրները